Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար շինհրապարակները պիտի ապահովեն ջրային թնդանոթներով ու քամուց պաշտպանող ցանցերով, բարձրացվեն տուգանքի չափերը եւ խախտումների դեպքում կասեցնեն շինարարությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ի նիստին շնորհավորեց ավականու անդամներին ՏԻՄ նոր օրենքի ընդունման առիթով։ Այլևս ես չպետք է լսեմ եւ տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալն ասում է, դեռ մարտից են ներդրել այս փոփոխությունը եւ կան անգամ տուգանքի դեպքեր, բայց սա որևէ կերպ չի օգնել աղտոտվածության նվազմանը։ 195 կետերում տեղադրված չափից սարքերի տվյալները ցույց են տալիս, որ ցուցանիշների ոչ մի շոշափելի փոփոխություն 1 տարվա ընթացքում չի եղել։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, գրեթե միևնույնն է տվյալները արժեքները, PM2.5-ի համար այն եղել է 55, իսկ PM10-ի համար անփոփոխ է եղել 9։ Երևանի յուրաքանչյուր 42-րդ բնակիչը քաղցկեղ ունի, դրանց զգալի մասը օդի աղտոտման հետևանքն է։ Մինչդեռ համայնքային իշխանությունը նույն տեմպերով շարունակում է շինթույլտվություններ տալ, ահազանգում է ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամը։ Վերջին 5 տարում տրվել է 17,000, վերջին 6 տարում 21,000 մեծ ու փոքր շինթույլտվություն, եւ որքան էլ որ դու հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հաստիկները ավելացնես, ինչը արվել է սույն թվականի հունվարի 1-ից, պիտի ասեմ, որ երբ որ դու այդ հազարավոր շինթույլտվություն ես տալիս, անգամից ավելացված հաստիկները բավարար չեն պատշաճ չափով վերահսկելու համար, հետեւաբար լուծումը առաջին հերթին այդ խայտառակ թվով շինթույլտվությունների այդ տեմպի անկումն է։ Շատ շենքեր, շատ մարդիկ։ 1 ու 2 միլիոնի շեմին է մոտենում մայրաքաղաքի բնակչությունը մարզերից Երևան տեղափոխումների հետևանքով։ Գումարվում են հաշվառված 343,000 մեքենաների արտանետումները, խորացնելով աղետը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը, սակայն, օդի աղտոտվածությունը կապում է բնակլիմայական պայմանների հետ։ Ուղիղ կապ պետք է օրինակ գտնել շինարարությունների, շինթույլտվությունների քանակի ու աղտոտվածության ցուցանիշների միջև չկա այդպիսի ուղիղ կապ, որտեղ կարա օրինակ 100 լավ շինհրապարակը ավելի քիչ օդի արտանետում ունենա, քան 5 վատ կահավորված վատ աշխատող շինհրապարակները։ Իսկ բնակլիմայական պայմանները հանգեցնում են նրան, որ նոյեմբերից սկսած Արարատյան գոգավորությունում կուտակված փոշին սառչում է եւ ամիսներով ամպի պես կախված մնում քաղաքի վրա։ Այդ փուլում արդեն մեկ լուծում է մնում։ Միակ լծակը, որ ունենք մեր մարդածին աղտոտվածության գործոնների վրա, ազդել եւ նվազեցնելն է, բայց քանի որ մարդածին ազդեցությունը ինքը հիմնական գործոնը չի այս աղտոտվածության ընդհանուր պատկերի, այսինքն կարող է լինել դա օրինակ 10-20%-ի սահմաններում։ Մենք մեր միջոցառումներով նվազեցնում ենք եւ նվազեցնելու ենք, բայց դա գլոբալ առումով ինքը պատկերը չի փոխելու։ Քաղաքապետարանը 2006 թվականից օդի աղտոտման դեմ միջոցառումների իրականացում անվանումով տող ունի, որով 2025-ին 15 միլիոն, իսկ այս տարի 17 միլիոն գումար է հատկացրել։ Սակայն դա կետային միջոցառում է եւ տրվում է բացառապես Նուբարաշենի աղբավայրի թունավոր գազի այրման համար։ Օդի աղտոտման դեմ պայքարի համար որևէ այլ գործողություն համայնքը չի իրականացնում։ Երևանի քաղաքապետարանը վերահացվել այդ պրոդյուսերական կենտրոնի, որի գործը խայտառակ մեծ թվերով միջոցառումներ հրապարակային զանգվածային խրախճանքներ կազմակերպելն է, շուրջ 200 միլիոն էլ տվեցին Վարդավառին եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ զբաղված են ընդհանրապես ժամանցով եւ իրենց հետ աֆիլիացված ֆիրմաներին տենդերներով կամ մեկ անձից գնումներով, արտոնյալ պայմաններով։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ 3 շաբաթ հունիսի 22-ից հուլիսի 10-ը անկախ ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքում եւ հարակից մարզերում, արձանագրել մի շարք խախտումներ։ Շինհրապարակներում 10 խախտում է արձանագրել, որից 5-ը Երևանում։ Տուգանքի ընդհանուր չափը հատել է 3 միլիոն դրամը։ Իսկ թե ինչ փոփոխություն կբերեն քաղաքապետարանի եւ տեսչական մարմնի ձեռնարկած քայլերը, քաղաքացին կտեսնի նոյեմբեր ամսից։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։